Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Գտնվում ենք մեծ պահքի շրջանում եւ հաճախ շատերին թվում է, թե պահքը ուղղակիորեն կենթանական սննդից հրաժարումն է, մինչդեռ իրականում պահքի խորհուրդը չի սահմանափակվում, չի պարփակվում լոկ կենթանական սնունդ պահել կամ չպահելու մեջ։ Իրականում պահքը հոգևոր եւ մարմնավոր ամեն տեսակ ախտերից, խոսքերից եւ գործերից մաքրվելն է զղջմամբ եւ ապաշխարությամբ։ Պահքի 40 օրերը խորհրդանշում են Քրիստոսի 40-օրյա աղոթքի եւ ապաշխարության շրջանն անապատում։ Ավետարանից մենք գիտենք, որ հոգով առաջնորդված Քրիստոս իր մկրտությունից հետո առաջնորդվեց անապատ, որտեղ 40 օր փորձվեց սատանայից։ Քրիստոս ապաշխարության կարիք չուներ, բայց ապաշխարությունն ընտրեց մարդկության ցեղի փրկության համար։ Քրիստոս մեզ համար ապաշխարեց, սակայն շատ մարդիկ այսօր էլ կարծում են, որ իրենք շատ մեղավոր են եւ Աստված իրենց չի ներելու։ Ահա այսպիսի մտածումներից զերծ մնալու համար ընթերցենք այսօրվա հատվածը։ Անօրենը, եթե իր գործած բոլոր անօրենություններից հետ դառնա եւ իմ բոլոր պատվիրանները պահի, արդարություն եւ ողորմություն անի, հաստատապես կապրի ու չի մեռնի։ Նրա բոլոր մեղքերը, որ գործած կլինի, եւ բոլոր անիրավությունները, որ կատարած կլինի, չեն հիշվելու, այլ իր արդարության համար, որ արած կլինի, ապրելու է։ Միթե ես մեղավորի մահն եմ տենչում, ասում է Տերը Աստված, եւ ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի։ Սիրելիներ, Աստված չի ցանկանում մեղավորի մահը, այլ ցանկանում է, որպեսզի յուրաքանչյուրս դառնանք դեպի աստվածգիտության լույսը, դեպի ճշմարտությունը, որպեսզի Աստծուն հաճելի լինենք։ Ահա այս պատգամն է, որ այսօր մեծ պահքի շրջանում մանավանդ շատ կարևոր պիտի լինի բոլորիս համար, որովհետև եթե մենք բոլորս ընդունենք, որ մենք մեղավոր ենք, կընդունենք նաև, որ ունենք մեղքեր եւ շատ լավ գիտենք այդ մեղքերի ծանրությունը։ Երբեմն նեղ սրտում ենք, հոգեպես տանջվում, բայց միաժամանակ իբրև քրիստոնյա պիտի կարողանանք մեր հոգում վառ պահել Տիրոջ այն խոսքը, այն հույսը ունենալ, որ Տերը չի ցանկանում մեղավորի մահը, այլ ցանկանում է, որպեսզի մենք դառնանք դեպի նա։ Այն կյանքը, որ մեզ պարգևել է, դառնանք դեպի այդ կյանքը եւ հույսով լինենք, որ առավել եւս կյանք պիտի ունենանք, այն կյանքից առավել, որ հիմա մենք ապրում ենք։ Հետևաբար հատկապես մեծ պահքի շրջանում, սիրելիներ, դառնանք դեպի Աստված հրաժարվելով մեր մեղքերից, որպեսզի կարողանանք նաեւ արժևորել մեր կյանքը, այն կյանքը, որ Տիրոջ պարգևն է մեզ։ Աստված պահապան ամենքիս։